Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջիկա օրերին ուժեղ Հայաստան խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Մեր տեղեկություններով խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է։ Այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորվող Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարի հարցը դեռևս կմնա բաց։ Ինչ վերաբերվում է ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնին, ապա քննարկումների արդյունքում թիմում առավել հակված են այդ պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանին։ Թեև նախկինում հավակնողների թվում ակտիվորեն քննարկվել է նաև Էդգար Ղազարյանի անունը, սակայն նրա կողմնակիցների թիվը խմբակցության ներսում զգալիորեն նվազել է։ Սակայն պաշտոնների բաշխումը ուժեղ Հայաստանի միակ գլխացավանքը չէ։ Խմբակցությունում արդեն հասկանում են, որ խորհրդարանում իրենց առաջին լուրջ բախումը լինելու է ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման գործընթացում։ Ընդդիմադիր շրջանակներում մտավախություն կա, որ իշխանությունը կարող է կրկնել նախորդ գումարման ազգային ժողովի գործելավոճը և ընդդիմությանը կրկին զրկել այն լծակներից, որոնք խորհրդարանական վերահսկողության կարևոր գործիքներն են համարվում։ Խոսքը վերաբերվում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, թե մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում, եթե որևէ պաշտոնում առաջադրված թեկնածուն երկու անգամ չի ընտրվում, ապա այդ հարցը համարվում է սպառված և այլևս չի կարող խոչընդոտել խորհրդանի ձևավորման գործընթացը։ Եթե իշխանությունը գնա նույն ճանապարհով, ինչ նախորդ խորհրդարանում, ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ կարող են կրկին մնալ այդ հանձնաժողովների նախագահներին և առանց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ազդեցիկ ներկայացվածություն ունենալ։ Առանձին քննարկման է նաև կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանի հարցը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ուժեղ Հայաստանի ներսում մեծ ցանկություն կա, որպեսզի Ղազինյանը հնարավորինս շուտ ազատվի կալանքից և միանա խմբակցության աշխատանքներին, թեև նախկինում խոսվում էր, որ նա չի ցանկանում գնալ խորհրդարան։ Եթե ազգային ժողովի ղեկավար պաշտոնների ընտրության ժամանակ իշխանությունը կրկին հրաժարվի ընդդիմությանը տրամադրել խորհրդարանական վերահսկողության համար Դոնթի բանաձևով նախատեսված պաշտոնները, ապա խորհրդարանում լարվածությունը առավել կխորանա։